ինչպես հաղթահարեցիր այդ հասարակության անողոքությունը քո հանդեպ։ Նորմալ եմ ընկալել, նորմալ եմ ընդունել, որովհետև ես նորից եմ ասում, եթե դու գտնվում ես հանրության մեջ եւ ենթադրենք կմփում ես գարեջուր, դա կարող է մեկնաբանվել, չէ՞, տարբեր կերպ։ Բնականաբար, բայց արդյոք դրանից հետո արդեն քեզ մոտ չձևավորվեց ինչ որ պատ հասարակության հետ շփվելու, որովհետև բացարձակ ես շփվել եմ։ Այդ մեղադրանքները գալիս էին հենց հասարակությունից։ Ես շփվել եմ նույն կերպ, շարունակում եմ շփվել նույն կերպ եւ որևէ կերպ դա չի ազդել իմ հոգեբանական աշխարհի վրա, որպեսզի ես հանրությունից առանձնանամ։ Եվ շարունակում եմ ապրել նույն կերպ եւ ապրելու եմ նույն կերպ, ոնց որ ապրում եմ։ Ես առանձնանալ չեմ կարող, ես էլ այդպես եմ հանգստանում եւ այդ մեկնաբանությունները առանձնապես ինձ չեն հուզում։ Մեկնաբանությունների մասին այդ պահին այդքան չեմ մտածում, մեկնաբանություններ իհարկե լինում են, վերլուծություններ իհարկե լինում են, բայց ես կարծում եմ, որ դա լինում է ցանկացած հանրային մարդու կյանքում։ Եթե դու հանրային կերպար ես, դու պետք է պատրաստ լինես նաև մեկնաբանությունների, քննադատությունների, վերլուծությունների քո անձի շուրջ, առանց դրա անհնար է։ Հակառակ դեպքում դու պետք է փակվես, ոչ ոքի հետ շփվես, ընդհանրապես դուրս չգաս հանրության մեջ, որը ես կարծում եմ, որ ամբողջությամբ այդպես առանձնանալը հանրությունից եւ հանրությանը երևալ միայն էկրանից եւ համացանցից դա էլ է սխալ։ Բալանսը պետք է լինի։